Կոտայքի Աղավնաձորի միջնակարգ դպրոցում քաղաքական հայացքների պատճառով 34 տարվա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն ստիպում են ինքնակամ ազատման դիմում գրել։ Ահազանգեր են բարձրացվել ծնողներից և ուսուցիչներից։ Դպրոցի տնօրենը նշում է, ընտրության հաջորդ օրը հունիսի 8-ին դասղեկական չաթ ուղարկած հաղորդագրության պատճառով է ուսուցչուհու առջև հեռացման պահանջ դրվել։ Նախ հարցնում է ինչպես եք, համոզված եմ, որ հիմա արդեն լավ եք։ Պլանավորած էքսկուրսիան մենք չենք գնալու, որովհետև մենք պիտի գնայինք հայկական եկեղեցիներ և հայկական հնավայրեր, իսկ դա ձեզ հետաքրքիր չի լինի։ Լեզու գրականության ուսուցչուհին նախ խիստ նկատողություն է ստացել, ապա իր պնդման ընտրությունից հետո գրեթե օր չի եղել, որ տնօրենը նրանից չպահանջի դիմում գրել և հեռանալ դպրոցից։ Եթե նման խնդիր կա, ինչու ինքը անձամբ չի հեռացնում, այլ ինձ է ստիպում դիմում գրել, ասում է Հովհաննիսյանը։ Տնօրեն Ռեգինա Թալալյանի սենյակում ուսուցչուհին պարզաբանեց, պատճառը իր ամուսնու ուժեղ Հայաստանի շտաբի պետ լինելն է և ոչ միայն։ Ես իմ հայրենիքի համար ելույթ եմ ունեցել ուժեղ Հայաստան կուսակցության կողմից, իհարկե ոչ դասերի հաշվին, դասերից դուրս է այդ ելույթը եղել կիրակի օրով։ Ինձ կանչել է ընկեր Թալալյանը, ասել է, որ վարչության պետը իրեն կանչել է և ասել է, թե ուսուցիչը շատ լավ ելույթ էր ունենում նրա հանգի, որ զգույշ լինի, չափերի մեջ մնա։